Շարունակվում է առավոտ լուսո վիքենդը եւ մենք շտապում ենք ներկայացնել մեր այսօրվա առաջին հյուրերին դերասաններ Լիլիթ Թոխատյանը եւ Ավետ Զոհրաբյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ։ Դուք ոնց եք։ Մենք ենք շատ լավ։ Տրամադրություն եք բերել մեր տաղավար։ Տաքսես դրական տրամադրություն։ Ինձ հետաքրքիր է օրինակ հանգստյան օրերին ինչպես եք արտանում եւ ինչպես է ձեր առավոտը սկսվում։ Դատելով մեր անկեղծ պայծառ ենք ուզում լինենք, բայց իրականում կիսաքնած են մեր աչքերը, որովհետեւ հանգստյան օրերին միշտ փորձում ենք հանգստանալ, բայց չի ստացվում։ Որովհետեւ դուք էլ կարծում գիտեք, որ մասնագիտության մեջ տենց չկա հանգստյան օր։ Մենք չունենք հանգստյան օր։ Հանգստյան օրը այն է, երբ չկա գործ անելու, այդ հանգստյան օր է։ Իսկ ինչպես են առհասարակ ձեր առավոտները սկսվում այդ դեպքում եւ երբ են սկսվում ձեր առավոտները։ Իմ ցանկությունների մեջ իմ երազներում շատ ուշ, բայց իրականում շատ շուտ պետք է արթնանամ, միշտ գնում եմ փորձի կամ թատրոն կամ ինչ-որ հանդիպման կամ Ավետի հետ։ Այո, մի տեսակ ես ինչ-որ երկար շաբաթը, մոտավորապես 1 շաբաթը ամեն լույս սկսվում է իրար հետ իմ եւ Լիլիթի կյանքում։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ առհասարակ կհիշեք ինչպես առաջին հանդիպումը տեղի ունեցավ ձեր կյանքում։ Այո։ Ես չեմ հիշում, որտեղ ես հիշողությունից Ավետ մի հատ փորձիր դու հիշողությունդ լարես, Լիլիթ ջան սկսիր։ Ավետը ընդունվեց կամերային թատրոն ու սկսեցին Համլետ ներկայացման փորձերը ու քանի որ մայրս Լուիզան նույնպես խաղում էր ներկայացման մեջ, ես գնում էի փորձերի ինչպես միշտ ու հանդիպեցի Ավետին։ Այո, ու բավականին երկար ժամանակ մենք միասին աշխատեցինք, փորձեր արեցինք, տենց։ Ես չէի աշխատում, բայց գնում էի փորձերի։ Լիլիթը առանց դերասանների կողքից խանգարում էր։ Չէ, իրականում շատ էր օգնում, որովհետև հիմա որ հետ են գնում, այդ նկարները ինչը որ կա, այդ փորձերի process-ից, դա հատկապես առաջին մուտքն էր թատրոն, այդ փորձերի process-ից ինչ կա, դա մեր փոքրիկ արխիվարիուսն է գեներացրել, Լիլիթը ունի այդ բոլոր ֆոտոները, վիդեոները։ Իսկ երբ ծանոթությունը վերածվեց ամուր ընկերությամբ, որ վերջին շաբաթը ամեն օր լույսը բացվում է միասին։ Այ դա շատ հետաքրքիր հարց է։ Իրականում շատ շուտ մտերմաց, քանի որ Ավետը երիտասարդ մեր սերնդից էր կամերայինի, ես էլ երիտասարդներին շատ էի սիրում ու իրենց հետ էի կարողանում մոտիկանալ։ Իսկ երիտասարդ սերնդից չէ՞։ Այն ժամանակ չէ։ Հա, հասկացա։ Պատանի սերնդից է, հասկացա։ Ու դրա համար արագ շատ մտերմացանք։ Հա։ Այսինքն շատ իրականում այնքան տակ ջերմ է թատրոնի մթնոլորտը, որ նույնիսկ ամենահեռու բարեկամիդ որ թատրոնում տեսնես, ինձ թվում է շատ ջերմ հարաբերություն։ Բայց դե նաև դա մարդուց էլ է կախված։ Իհարկե։ Թատրոնում մարդիկ կան, ինչքան թատրոնը ջերմ լինի, չես ուզում տեսնես ճանապարհ փոխում ու կողմից։ Ուղղակի Ռուբեն, մեր թատրոնը մի քիչ փոքր է, ավելի ոնց է հարաբերություններն են կամերային, էլի հասկացաք, այսինքն փոքր կամերային հարաբերությունները մեծ թատրոնների պես չի, էլի։ Լավ, շատ լավ եկի ախր ամեն ինչ ներկայացնում։ Իսկ եղել է դեպք, որ նեղանաք իրար հետ կամ առասարակ չխոսեք։ Հա։ Ինչ որ վեճ լինի, վերջ Ավետ։ Հա, մի անգամ եղել է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Փորձերից ինչ-որ մեկի ժամանակ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, ինչ որ մի բան Չէ, եկել է հնարավոր է ինչ-որ փորձերի ժամ։ Այս վերջերս մենք կառավարական համերգ ներկայացման փորձերին էինք ամեն օր, մոտ 2 ամիս։ Ու ամեն օր էինք արդեն բոլորս իրար հետ ու պարզ այդ լարվածությունը, որ շուտով պրեմիերա է, այդ լարվածության պատճառով բոլորս իրար հետ կռվում էինք կամ ինչ-որ փոքրիկ կոնֆլիկտ էինք ունենում։ Նույնիսկ թեթև, չգիտեմ, ձախ կանգնի մի քիչ աջ կանգնին, կարող է տենց մեծ կոնֆլիկտի պատճառ։ Դու ինձ մի ասա, ես կանեմ, բաց հա, տենց հենց այդ շատ ճիշտ ինտոնացիա։ Դու ինձ մի տենց ինչ-որ բաներ եղել են, չէ, բայց աշխատել ենք հարթ ենք այդ ամենը, բայց այդ կոնֆլիկտը ինչքան հիշում եմ, եղել է, չէ։ բայց մոռացել ենք անցել Հա, գնացել։ շատ արագ Այսինքն լուրջ բան չի եղել։ Լուրջ բան չի եղել, չէ, լուրջ բան չի եղել։ Դրանք ինչ որ ընթացիկ Թեթև բան է, թեթև շատ թեթև բան է։ կիսա աշխատանքային։ Լավ։ Ավետ, ինչպիսի ընկեր է Լիլիթը։ Ես անկեղծ եմ ասում, մի քանի օր առաջ Լիլիթի գովքն էի կապել, չնայած որ իմ մեքենայի նստարաններից մեկը հիմա փայլում է ամբողջությամբ իր պատճառով։ Բացատրեմ ինչի։ Մենք միասին վարում ենք մի միջոցառում, որտեղ երկուսս էլ հագել էինք փայլփլուն կոստյումներ։ Ուղղակի մի տարբերությամբ իմ կոստյումը փայլեր չէր թողում, իսկ Լիլիթի կոստյումը ամբողջությամբ այդ փայլերը ոնց որ պատկերացեք այս բազկաթոռին նստած, հետո դուրս է գալիս ու ամբողջ հրավառություն է, Ավետ։ Այո, փոքրիկ հրավառություն արեց մեքենայի մեջ եւ դուրս եկավ։ Դրանից հետո ես մի քիչ ջղայնացա, մի քիչ ներվայնացա, որտեղ դա այն հատկապես մեքենա ունեցող տղաների պարագայում մի քիչ ուրիշ է, որտեղ իրանք շատ են մեքենային ուշադրություն դարձնում։ Իսկ կաշվից չի քո մեքենա։ Չէ, հենց դա է, կտորից է ու դա էկոնոմիա է, արել Ավետ։ Չէ, ուղղակի կաշվից նստարան որ գնեիր,
Ես մեքենան Դիլիթի կողմից եմ, էլ ինչ-որ բաներ եմ ուզում։ Հիմա ինչ-որ բաներ եմ Խելացի որինում։ մարդիկ ընտրում են կտորից սրա, հա, մեքենային, որովհետև ամռանը այո, ես ավետի կողմից եմ ինչպես հասկացանք, մենք Տեսար չէ, ես ամեն ինչ անում էի քո համար, չտաս։ ավետը սպառիչ պատասխանեց իմ կարծիքով հարցին, ինչպեսի ընկեր է ավետը լինի։ Չէ, իրականում սպառիչ պատասխանել ուզում եմ ասել։ Այդ պատմությունը ինչի համար պատմեց այդ նախապատմությունը, որ Լիլիթի գովքն էի կապել, որովհետև ինքը եւ շատ հասնող է, եւ շատ, այսինքն ցանկացած բան, եթե ինչ որ բանի կարիք ունենաս, բացի փողից, ինքը Այդ չես փորձել ուղակի։ Այդ ասում չի ստացվել, դրա ժամանակը չի եկել։ Միշտ պատրաստ է օգնել, հասնել ու ինքը անկեղծ թատրոնում են եզակի մարդկանցից է, արդեն որպես թատրոնի դերասանների շարքում երիտասարդ, որ միշտ ամեն հարցով կարա օգնի ու աջակցի ու եթե ինչ-որ լավ բան տեսնի, ասի։ Իսկ վատը այնքան նուրբ, շատ նրբանկատ անձնավորություն է, այնքան նուրբ ձևով կասի վատը, որ դու չես հասկանա ու կշտկես դա։ Ապրես մի խոսքից ապրել տալիս։ Ես էլ եմ ուզում, բրավո։ Ես չգիտեի։ Ինչ հետաքրքիր էր մենակ մի բան։ Երբ որ ավետը ուզում էր լավ բաներ ասել, բայց վատից սկսեց։ Մեքենայի այդ փայլերը ինչի հիշեց։ Սա փոքրիկ հիշեցում էր Լիլիթ, որտեվ այս հարցին դուք էլ պետք է պատասխանեք։ Ինչպեսի ընկեր է Չէ, Ռուբեն դուք հիմա փորձում եք ինչ։ Վերջում կապեց փողով, այսինքն քիմ մաքրման կարիք ունի մեքենան, դա Չէ, այսինքն հիմա մի րոպե, ես ամեն ինչ պատտվեց իմ դեմ դուրս եկավ, ես ուղղակի ուզում եմ ասել, որ ջղայնացել եմ, Լիլիթը լավ ընկեր է, շատ։ Բայց մեքենան ամեն դեպքում պետք է քիմ մաքրման ուղարկել։ Հիմա ես պատասխանեմ։ Շատ էգոիստ։ Չէ, իրականում ավետը շատ հետաքրքիր ինքը ընդհանրապես անձնավորություն է, որպես մարդ ինքը հետաքրքիր է ու շատ ուրիշ։ Ավետի հետ շատ հեշտ է ապրելը։ Չէ, նկատի ունեմ օրեր անցկացնել, ավետի հետ շատ հեշտ է աշխատելը։ Մենք միասին շաբաթներ անցկացնելը, որտեղ շաբաթներ կներես, հա։ Մենք միասին աշխատեցինք, սենց արդեն որ մենք երկուսով էինք ու ինքը այնքան աջակցող է, այնքան միանգամից քեզ, երբ որ շատ լարված իրավիճակ է, չգիտես ինչ անես, միանգամից սենց քեզ վերցնում ու փրկում է։ Իսկ որպես ընկեր աշխատանքից դուրս այնքան լավ մարդ է, չեք պատկերացնի հումորով, այսինքն ամեն ինչի շատ թեթև նայող, շատ հումորով, բայց նաև շատ պոնիկյոր։ Պոնիկյոր։ Փորձում ես հայերեն գրակականի որ առաջին եթերում ենք, փորձում է հայերեն Լիլիթը պոնիկյոր։ Խուճապի է մատնում շատ արագ։ Խուճապա հարց։ Խուճապի է մատնատված։ խուճապամատ մատնվում շատ արագ։ Բայց ինքը ինձ օգնում է, որ ես իր հետ խուճապի չմատնվեմ ու ես շատ թեթև նայեմ ամեն ինչին։ Ու քեզ մոտ դա շատ լավ է ստացվում։ Քեզ մոտ է։ Զգացին ինչքան գովացինք իրար։ Արի գնանք մենք։ Բայց այնուամենայնիվ իմանանք բնավորության, որ գծերը չեն սիրում իրար մեջ, նոր գնանք Ռուբեն։ Դու սկսի։ Օրինակ շատ էմոցիոնալ լինելը։ Այսինքն ամեն ինչի շատ էմոցիոնալ ընդունելը ու ընկալելը։ Ճիշտ է ասում, ես լրիվ համաձայն եմ։ Բայց այդ լավ չի։ Այդքան էլ լավ չի։ Այսինքն եթե օրինակ փոքրիկ ճնճղոք գա խփի պատին ընկնի ներքև, նո, վատ բան եմ ասում, բայց եթե գա խփի ընկնի պատին, Լիլիթ կարա դրա համար 3 օր լացի։ Ճիշտ է ասում։ Տխրի։ Դե բայց ինքը հենց դրանով է Լիլիթն է։ Այո։ Ես դա չեմ սիրում։ Չէ, դե ինքը ընդունում է ինձ տենց, բայց չի սիրում դա։ Կուզի որ Կուզեի որ ուրիշ ձև Ու իրականում դա ինձ էլ շատ կօգնի, եթե քիչ էմոցիոնալ լինեմ։ Իսկ ավետը երևի թե հենց իր այդ խուճապը օգնում է, տեսա՞ ոնց է երևի թե խուճապը ասա։ Դե որովհետև հայ ես էլ ընդունում եմ, որ ես էլ պահիտակ, այսինքն պանիկան, որը որ կա, մատնվում եմ խուճապի, բայց պահիտակ ուզում եմ շտկել, չի ստացվում, խանգարում է դա ինչ-որ պահերի։ Շատ մեկ-մեկ ֆիքսվում է վատի վրա ու այդ վատով է սկսում շարժվել, այսինքն ներկայացման ժամանակ ինչ-որ փոքրիկ ինքը շատ պարտաճանաչ է ու պատասխանատու։ Երբ որ փոքրիկ ինչ-որ մինուս է լինում, միանգամից ֆիքսվում է դրա վրա ու ամբողջ օրը վայ լավ էլի այդ սխալ եղավ, այսինքն շատ է ֆիքսվում այդ վատի վրա։ Կուզեի որ դա փոխվի, որ ինքը ավելի թեթև անցնի ամեն ինչին։ Ըստ ձեզ օրինակ հետաքրքիր է, տղամարդու եւ կնոջ մեջ կարող է իսկական ընկերություն լինել։ Այո։ Մի հատ եմ ուզում հարցից տալ։ Հնարավոր է տղամարդու եւ կնոջ մեջ իսկական ընկերություն լինել։ Այո։ Իդեպ ուզում եմ ձեզ ասել, որ Լիլիթը իմ միակ աղջիկ ընկերը չէ։ Ես օրինակ ունեմ շատ մտերիմ աղջիկ երկու ընկերներ, Անին Լուպե ու Անուշիկը, չգիտեմ, մենք տենց իմ Instagram-յան էջերով բան շատ ենք էլի միասին տենց նկարներ, վիդեոներ, սթորիներ պատմում մեր մասին։ Մենք անկեղծ շատ մտերիմ ընկերներ ենք, շատ ու ամենաազնիվ ձևով։ Գնամ։
Չէ, մնա։ Ինչպես Չէ, դու էլ չհատել այդ սահմանը եւ մնալ ընկերներ, ինչու շատերի մոտ չի ստացվում դա։ Իսկ իմ կարծիքով հակառակը, այ չստացվելուց են գալիս դառնում ընկերներ, այսինքն ինչ որ պահի ամեն դեպքում գուցե, որովհետև երբեք դու չես կարողանա կառավարել մի էմոցիա, որը որ դու չգիտես ինչպես է ծնվում քեզ մոտ։ Այ երբ որ դա հաղթահարում ես, անցնում ես, հաջորդ փուլը գալիս է ձևավորում է այդ ընկերությունը, որը որ հետո դառնում է շատ թանկ, շատ ամուր ու դու այդ պահին ես հասկանում, որ փաստորեն ձեր ճանապարհը այդ ձևով չպիտի գնար, այլ ընկերությունն էր ձեր ճանապարհը։ Իմ կարծիքով հենց դա է, երբ որ դու ինքդ գիտակցում ես, որ դուք ավելի լավ ընկերներ եք, քան Իսկ պատկերացնում եք, որ երբ երկուսդ էլ ամուսնացած լինեք, նույն կերպ ընկերություն եք անելու նույն ինտենսիվությամբ, օրինակ։ Կարծում եմ մեր մասնագիտությունը թույլ է տալիս։ Չամստանալ Որ դրենք մի կողմ։ Մասնակցությունը դնենք մի կողմ, ընկերության մասին ենք Հա, խոսում։ Լիլիթի պարագայում իրանց ընտանիքի մոդելը հենց այդպեսին է, այսինքն եւ Հրանտ Արամիչը եւ Լուիզան Ներսիսյան, այսինքն իրանց մոտ հենց այդպեսին է, իրանք ընկերական են շատ, իրանց տանը միշտ ընկերական հավաքներ են, միշտ շատ մարդիկ են, այսինքն իրանք ամուսնացած լինելով այդ ընկերությունը կարողանում են պահպանել։ Ու քանի որ Լիլիթն էլ ոնց որ լավագույն օրինակը վերցնում է իր ծնողներից, ինձ թվում է որ կստացվի իր համը դա պահպանել, չէ՞։ Այո։ Այո, ես մի անգամից ուզում եմ Դիվանագիտորեն Լիլիթի փոխարեն պատասխանեց Չէ։ Չէ, Ու տենց է չիմացանք հիմա ավետը ոնց է նայում այդ հարցին, բայց Լիլիթի իմացանք։ Չէ, ես էլ նույն ձև անկեմ։ Նույն ձև, շատ լավ։ Բայց Լիլիթի պատասխանն էր հետարքիր։ Լիլ, դու ես համաձայն, որ տղամարդ եւ կնոջ ընկերություն հնարավոր է եւ այդ կարմիր գիծը ինչպես չհատենք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Ես էլ ունեմ շատ ուրիշ ընկերներ։ Մենք նույնպես շատ մտերիմ եմ, օրինակ Սուրենը Պողոսյան մեր կամերային թատրոնի։ Ինչ է տակիր։ Այո, ու ընդհանրապես կամերային թատրոնում բոլոր դերասանների հետ ես շատ մոտ եմ։ Լավ։ Հարցազրույցներից մեկում իմ նշել էի, որ Ավետին շատ էի սիրում փոքր տարիքում, այդ իբր Համլետ ներկայացում էր նոր եկե կամերային թատրոն շատ էի սիրում, իրեն սիրում, բայց դա ասենց մանկական փոքրիկ, ինչպես հիմա այդ սլենգը կա, crush էր, որը ես ունեի, բայց հետո Ավետի հետ որ մտերիմացա, հասկացա ինքը ինչ լավ հումորով լավ ընկեր է, հասկացա որ չէ, Ավետ, դու իմ best-ին ես։ Իսկ որպես խաղընկեր, ինչպեսին է Ավետը։ Իդեպ երկու ներկայացում կա, որ ես ու Լիլիթը միասին ենք խաղում, մեկը Ռոմեո Ջուլիետն է, մեկն էլ կառավարական համերգ, Երեք Համլետը։ Համլետն էլ ներողություն։ Ու բայց կառավարականը շատ ակտիվ, այսինքն ամբողջ ընթացքում ենք միասին ու մի տեսարան կա, երբ ես պետք է այսպես բեմի ավելի վերջից պտտեմ Լիլիթին, երգում ենք, պարում ենք, պտտեմ ու վազենք, որպեսզի երգենք, վազենք առաջ, որպեսզի երգենք։ Ու հենց այդ պահին ես Լիլիթին պտտում եմ, ինքը այնտեղ մի առանձին պար պիտի πάρի ու միանա ինձ արդեն բեմի ավանսցենայում միկրոֆոնի մոտ ու այսպես է պարը։ Այսինքն ես պիտի ասեմ Tutti Frutti, oh Rudy, ու տենց ոնց որ տենց հերթով երգում ենք։ Ես հենց ասեցի Tutti Frutti ու պտտվում եմ Լիլիթը չկա։ Հետ եմ նայում, Լիլիթը հենց իր կիսա շրջազգեստը բռնած բեմից փախնում է դուրս։ Պոկվել էր։ Որտեվ այո պոկվել էր ու այդպես մենակ շատ խնդալու չի։ Դու մենակ երկեցի։ Մենակ երկեցի, հա, որտեվ էլ տարբերակ չկար, այսինքն Լիլիթին Այսինքն շատ լավ խաղանկեր է։ Բայց բեմում ինքը շատ լավ խաղանկեր է, որովհետև եթե անկեղծ տեսներ այդ բային, հաստատ ինձ կօգներ, ուղղակի ինքը գնացել չտեսավ թե որ պոկվեց, ինչ եղավ այնտեղ, բայց շատ միանգամից օգնող է։ Ինքը պատասխանատու է ու ստիպում է, որ ես էլ պատասխանատու լինեմ։ Ես առաջարկում եմ մի քիչ խոսենք այս պահին ձեր աշխատանքային գործունեության մասին, ինչով եք զբաղված կամ գուցե կան ինչ-որ նախագծեր, որտեղ այդ 3-ից բացի Համլետը չմոռանաս։ Համլետում եկամ։ Այդ 3 ներկայացումներից բացի այլ գուցե ինչ-որ նախագծեր կան, որտեղ դուք ունեք զբաղվածություն, կամ եթե չէ առանձին, ինչ նորություններ կան ձեր կարիերայից։ Դեռևս միասին ինչ-որ նոր նախագիծ չունենք, բայց շատ կցանկանենք, հա, անկեղծ։ Լավ կլիներ, շատ լավ։ Այո, իմիջիայլոց լավ կլիներ, կցանկանայինք հաստատ շատ աշխատել միասին ինչ-որ նախագծում։ Ես հիմա իմ YouTube-յան հաղորդումը ունեմ, որը կոչվում է «Այս Լիլիթը բացում է», հիմա արդեն «Այս Լիլիթը փորձում է», դա եմ անում, ու ինչ-որ նոր հավես մտքեր կան եւ թատրոնում եւ նոր նախագիծ, որի փակագծերը դեռ չեմ բացի, բայց շատ շուտով։
Սպասենք նորություններին։ Այո։ Ընտիր, ավետ։ Թատրոնում նոր նախագիծ կա, էլի ոնց որ sense կյանքի կոչման փուլում ա չեմ ուզում շատ։ Այսինքն դեռ նույնիսկ վերնագիր, չգիտեմ, ներկայացման անուն կամ հաղորդման անուն դեռ չենք որոշել։ Ամեն ինչ կամաց-կամաց։ Կարիերայում փոփոխություններ կան, այսինքն թատրոնից դուրս փոփոխություններ կան, ոչ այնքան լավ, դրա համար չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել։ Նոր նախագծեր էլ կան, փառք Աստծո, սիթքոմ կա, որում նկարվում եմ, շատ հետաքրքիր, այդքանն է կարծում եմ։ Նաև ֆիլմ կա, որը արդեն հիմա երկար ժամանակ է կինոթատրոններում ցուցադրվում է։ Ես էլ ավետի սիրելի հանդիսատեսն եմ։ Միշտ պրեմիերաներին գնում եմ ներկայ։ Այո, միասին ենք միշտ գնում պրեմիերաներին, որովհետև եթե ինչ-որ բան, սենց ենք անում ու փախնում։ Դուրս են գալիս արագ։ Հա, օգնություններ։ Մենք նշաններ ունենք միասին, որ Այդ շատ համամարտկային նշան է, բայց իրականում փոքրիկ ավետի նշաններ էլ նշանները կան։ ինքը ասում է փոքրիկ նշան անում, բայց ինչ որ երբ որ տեղ ենք ինքը ինձ ուզում է բան հասկանալ, շատ մեծ է անում այդ ամենը։ Այսինքն պիտի ասի լիլա Բայց իրան այստեղ։ թվում է, որ ինքը Սենց փոքր է։ Շատ մեծ է անում, բոլորը հասկանում են։ լավ, որ ասացիր քիչ առաջ դու ավետի հանդիսատեսն ես, որ դերը կամ որ նախագիծն ես ամենաշատը հավանել։ Մենք ունենք կամերային թատրոնում նոր ներկայացում, որը կոչվում է Սերն ինչպես կինոյում։ Այդ կերպարը շատ ավետն է նախ ինքը։ Կինոյի տղան է, այսինքն կինոյի տղան ոնց է որ sense ինքը ակնոցներով շատ ռոմանտիկ, ակնոցով շատ ռոմանտիկ, շատ ու դու հիանալի կինոյի տղա ես։ Okay, applause։ Այդ ներկայացումի մեջ ավետը շատ լավն է անկեղծի, ովքեր որ չեն դիտել, դուք էլ, եթե չեք դիտել, մենք հրավիրում ենք։ Ես ով եմ, որ հրավիրեմ, բայց ես հրավիրում եմ, որ գաք դիտեք։ Դու իմ անունից հրավիրի, հանգիստ բոլորին կարող ես հրավիրել։ Հա, անկեղծ շատ Երբ է լինելու ներկայացումը։ Ներկայացումը երբ է լինելու։ Հրավիրում Անկեղծ։ Մենք ձեզ կհրավիրենք, եթե Դուք արդեն հրավիրել եք։ կհրավիրենք, բայց ներկայացման ամիս ամսաթիվ չեմ հիշում։ Մենք կարող ենք ամբերային թատրոնի խաղացանկին հետևել։ այո։ Ահա, Ճիշտ է։ Նաև հրավիրում են կառավարական համերգ ներկայացումը դիտելու, որտեղ որ երկուսով ենք Այո, առանց հրավիրում բոլոր ներկայացումները։ Ռոմեո եւ Ջուլիետա։ Դա դեռ չկա խաղացանկում։ Երբ որ լինի, երբ ենք որ դուք եք եւ նաեւ Համլետ ներկայացման մեջ։ Դու Սիրուն Օֆելյան ես։ Չէ։ Համլետում, հա, Լիլիթը չէ։ Չէ։ Ռոմեո Ջուլիետա։ Ես սպասուիներից մեկնում, ով հենց ավետին տանում է թույնը տալիս։ Ապրես։ Հետաքրքիր դերապաշտումներ ունեք։ Լիլիթ։ Իսկ Ռոմեո Ջուլիետա։ Ռոմեո Ջուլիետում ես իմ համար անուն եմ մտածել ու իմ առանձին կերպարն եմ այնտեղ ձևավորել, բայց իրական չունեմ կերպար, բայց իմ կերպարանն է Սամիրա է, եւ ես շատ համեստ գյուղի աղջիկ եմ։ Չկա կերպարած կնիքի ուղակի ոնց որ Ես ժողովրդի ամեն իմաստն է։ ներկայացումից առաջ գնում եմ մազերս ուսում եմ, ես Սամիրան եմ արդեն, բոլորին ասում են Սամիրա կդիմեք, այնտեղ ժողովուրդը որ գորգրում է, ասում խնդրում եմ, որ ինձ դիմեք, ասեք Սամիրա։ Ասում բոլորը համաձայն են։ Մտածում եմ գուցե արդեն անցնենք խաղին։ Խաղանք։ Վաու։ Մի քիչ խաղանք։ Եկեք։ Մենք հարցեր ենք տալու, նույն հարցը երկուսով պետք է պատասխանեք։ Ինչը կարող է բարձրացնել տրամադրությունը։ Լիլիթի։ Լիլիթի եւ ավետի։ Խաղալիքներ։ Ավետ դրամատուրգ։ Խաղալիքներ։ Ավետի գրիմյորկան, որ մտնում եք այնտեղ իր սենյակ, իր սեղանի վրա ամեն ինչ կա, լուրջ ոնց որ մանումենտ մտնում։ Սղարաններ, լեգոներ, մինիոններ, ամեն ինչ կա։ Հա, անկեղծ շատ եմ սիրում, իսկ իմ կարծիքով Լիլիթին շատ կուրախացնի ճամփորդության տոմսերը։ Ճիշտ է ասում։ Ճամփորդը։ Այո։ Լավ, որ մուլտֆիլմի կամ ֆիլմի հերոսին է նման Լիլիթը։ Լիլիթը։ Մուլտֆիլմ կամ ֆիլմ։ Երբեք չենք մտածել։ Այդ մուլտֆիլմը կա, բայց ինձ թվում է Գատկիայի միջի ամենապուճուր։ Այն աղջիկը պոչորները։ Հա, շատ ինքն է, շատ իր մասին կերպարը։ Իսկ ինչ մուլտֆիլմի հերոսի է նման ավետը։ Ստիչին։ Ահա, Չէ՞։ Դենց Ստիչի։ Հա։ Okay, մտածում եք ասես Ալադին։ Ալադին ինչի։ Ալադին, չգիտեմ, Միշտ իր տարբերակն է առաջարկում, դու ճիշտ ես։ Արտակնապես նման ես, արտակնապես նման ես, բայց բնավորությամբ Ստիչն ես։ Հասկացեք։ Շատ լավ։ Ինչպիսին պետք է լինի Լիլիթի ապագա ամուսինը ավետ։ Հարուստ։ Վայ։
Դու ես տենց ուզում, ինձ պետք է որտեվ այդ փողի մասը չէ, կատակն է։ Այդ ավտոյիկին մակրումը։ Խելացի ու շատ սիրի Լիլիթին։ Եթե կարելի է, էլի, հա։ Ավետի ապագա կինը։ Այո։ Պարտադիր հումորով, պարտադիր։ Շատ թեթև։ Ու նաև շատ զիջող։ Որովհետև ավետի հետ հնարավոր չի այլ կերպ։ Միշտ կոնֆլիկտներ կլինեն, եթե զիջող չի, բայց նաև մի քիչ լիդեր, որ կոնտրոլ անի իրավիճակը։ Ավետի սիրտը զբաղված է։ Իսկ Լիլիթի սիրտը զբաղված է։ Իսկ Լիլիթի սիրտը զբաղված է։ Եկեք ես հարցերը թող մնան գաղտնիք։ Հա։ Անտիր։ Ինձ էլ է տեսնում։ Ինչը երբեք չի ների Լիլիթը։ Սուտ ասել է։ Եթե ընկերության մեջ եթե խափ ես, էլի։ Իմ կարծիքով։ Ճիշտ է։ Նո։ Իսկ ավետը։ Հիմա կասեմ դավաճանությունը, բայց դա ամեն ինչի մեջ, այսինքն երբ աշխատում եք միասին ու քեզ թողնում են ուղակի գնում են, այսինքն այդ դավաճանությունը։ Ինչ է փնտրում Լիլիթը ավետ։ Ասեմ ինչ է փնտրում Լիլիթը։ Ժպիտներ։ Լուրջ եմ ասում։ Ինքը միշտ ժպիտներ է փնտրում։ Բոլորի մեջ ինքը ուզում է միշտ ժպիտները տեսնել, ինձ թվում է ժպիտներ է փնտրում։ Նո։ Իսկ ավետը ինչ է փնտրում Լիլ։ Փող։ Էլի ուշեց։ Էլի ուշեց որ Չէ, ավետը իրականում փնտրում է լավ առիթներ, որ վարի։ Ավետի համար լասանյակամից։ Չէ, ավետը միշտ փնտրում է ստեղծագործելու տարածք։ Ինքը միշտ ուզում է ստեղծագործի, ինքը չի կարող պարապնել։ Ինչ է գտել ավետը, ինչ է գտել Լիլիթը։ Ավետը հասկացանք։ Գիտենք արդեն Լիլիթը պատասխանեց։ Զվարքան ասեմ։ Հիմա Լիլիթը տեսնենք ինչ է գտել։ Ես իրականում իմ կողմից ասեմ, որ ես գտել եմ իմ ժպիտները, այդ ասա։ Գտել էի ժպիտները Լիլիթը։ Որովհետև ընդունվել եմ կամերային թատրոն։ Ճիշտ է, սա շատ կարևոր կյանքի փուլ է Լիլիթի համար։ Շատ կարևոր երազանք է, որը իրականացավ ու բոլորը գիտեն, դրա համար բոլորը կիսում են իմ այդ երջանկությունը։ Այո։ Ավետը ինչ է գտել։ Դե Ինձ։ Այո, այ սա սպառիչ պատասխան էր։ Շատ։ Որպես վերջին հարց դիտարկենք, ինչ որ մի հատ զավեշ տալի դեպք ենք ուզում ձեզանից լսել։ Դավայ։ Ինչ է դա քրքիր բան կպատնեք։ Թատրոնում իրականում ամենա այդ երեխաները ու այդ չայաճիները ես ու ավետն ենք միշտ ու հետաքրքիր տենց խաղեր ունենք ես ու ավետը, վառախաղեր, որը անում ենք մեր թատրոնի մարդկանց անուններով, այսինքն վերցնում ենք ինչ որ ավետ, չկարեց ավետը։ Չէ, Վիկտորիայի մասով ենք շատ հումորներ անում, եթե օրինակ Վիկտորիան լիներ ցուլ ինչ կլիներ։ Վիկտորիա։ Վիկտորիա Սահակյան, չգիտեմ Վիկտորիա։ Եթե Վիկտորիայի շորը մի քիչ փոքրներ, կլիներ Քիպտորիա։ Չգիտեմ, եթե խնդալ չի, մեր համար էլ շատ խնդալ։ Ոչինչ։ Ոգես մեզ շատ Հիմա չեմ ուզում այս Վիկտորիայի օրինակները բերենք, ուղղակի իրանը շատ հետաքրքիր ու ինքը հավանել է, մենք գաղտնի չենք անում դա։ Մեր շուտով որ հանդիպենք։ Ամուրեն, Սուրեն Պողոսյան։ Դից շուտ վատ կատակներ ենք անում թատրոն, ոչ մեկ չի ծաղում, բայց ես ու ավետը ուղղակի մահանում ենք, հա։ Մենք շատ շուտով այդ ամեն ինչը կստուգենք, արդյոք նրանք շատ են նեղվում թե չէ, որովհետև շատ շուտով նրանց առիթ կունենանք։ Ճիշտ է, Վիկտորիան եւ մեր ճիշտ է։ Վիկտորիա։ Վիկտորիան Սահակյանը եւ մեր թրերը։ Սուր Պողոսյան։ Իրականում շատ շնորհակալություն, շատ անմիջական ու Եվ լավ դրական։ տրամադրության համար է։ Հենց տենց էլ սկսել ենք ու հենց տենց էլ ամփոփում ենք։ Մենք Մենք ենք շնորհակալ, ուրախ ենք այս տաղավարում։ Նորից միասին առավոտը սկսել շատ ուրախ ենք։ Ինքը արդեն հոգնել եմ ավետից։ Չէ, ես չէ։ Ուրախ ենք շատ ու ուրախ ենք, որ շփվեցինք, ուրախացանք, մենք էլ ծիծաղեցինք, օրը շատ լավ սկսվեց, այ հիմա լավ էներգիա կա, մոտիվացված շարունակելու աշխատանքային օրերը։ Վստահաբար շատ շնորհակալություն ձեզ, որ մեզ այդ առավոտը դուք էլ սկսեցիք ձեր հանգստյան օրը, չակերտավոր հանգստյան օրը մեզ այդ սկսեցիք, լավ հենց այս դրական էներգիայով ու էմոցիաներով շարունակություն օրվա մաղթում ենք ձեզ, դուք շատ դրական եք, անկեղծ։ Շնորհակալություն։ Արագ ասեցի, խմեց, քանի եթե չի վերջանում։ Հետո չեմ